Բայց մեկ երկու բառով մեզ կասեք օրվա խորհրդով 37 տարի է անցել, բայց ամեն դեպքում Գյումրիում դեռ տնակներում ապրողներ կան հոգեբանության խնդիրը։ Ես բավականին երկար դրա մասին խոսեցի, ասում եմ, պետք է նայենք հետևյալ տրամաբանությամբ։ Այն մարդիկ, որոնք են այն մարդիկ, ովքեր որ բնակարան չեն ստացել, դա մի ուրիշ պատմություն է։ Մեկ ուրիշ պատմություն է, երբ որ այն մարդիկ որոնք բնակարան ստացել են, որովհետև այն մարդիկ, որոնք բնակարան են ստացել, այդ մարդիկ ունեն արդեն այդ մարդկանց հետ նույնպիսի հնարավորություն եւ իրավունքներ ունեն մեր Կապանի քաղաքացիները, Մեղրիի քաղաքացիները, Նոյեմբերյանի քաղաքացիները, Սիսիանի քաղաքացիները, բոլորը Եվ հետևաբար ես ուզում եմ ձեզ ասել, որ այստեղ պետք է հասկանանք այդ խնդիրը եւ չդրամատիզացնենք ավելի։ Իսկ օրվա խորհրդի հետ կապված կարևոր է նաեւ, որ ես արդեն նշեցի, որ մենք այսօր եկել ենք առաջին հերթին երկրաշարժի զոհերի հիշատակը հարգենք նաեւ պատարագի միջոցով, բայց որպես պետություն ամենամեծ դասային պետք է լինի, որ չունենանք այնպիսի կոռումպացված պետություն, որտեղ այդպիսի երկրաշարժից այդքան ավերածություն ալի։ Աշխարհում այսօր տարբեր երկրներում ցավոք սրտի շարունակ այդպիսի երկրաշարժեր արձանագրվում են, այդպիսի ուժգնության, բայց ոչ միտեղ այդքան ավերածություն ես գոնե չեմ տեսել։ Հետո պատճառը որն է։ Պատճառը նա է, որ 80-ականներին ցեմենտը գողացել են, երկաթը գողացել են, ամեն ինչ գողացել են։ Եվ այդպիսի կոռուպցիա, որպես պետության օրվա խորհուրդը որն է, չունենանք այդպիսի կոռումպացված պետություն, որովհետև այդպիսի կոռումպացված պետության պատասխանը վերջում տալիս է քաղաքացին։ Կներեք, այդ դա է պատճառը, դրա համար որ ասում եք մարդիկ չպիտի գնան կոռումպացված մարդկանց ընտրել։ Սրա համար ենք ասում։ Պարոն Պապոյան, ասում եք եկել եք պատարագի մասնակցելու Օրագիր Նյուզից է։ Պարոն Պապոյան, ասում եք եկել եք պատարագի մասնակցելու, բայց ձեր այս պատարագները քահանաները որակում են որպես դա որևէ կապ ունի տված հարցի, տարբերակված է ձեր մոտեցումը։ Պատարագների մասնակցել հետաքրքիր է։ Ես պատրաստվում եմ պատարագի մասնակցել Արցախը Հայաստանը։ Իսկ ձեր պատարագները կեղծ են համարում, պարոն Պապոյան։ Դուք մեր իշխանությունը դες այդ ազատությունը տվել է ինչքան ուզել խոսել, շարունակեք խոսել։ Դա ես չեմ ասում, դա քահանաներն են ասել։